Անցած տարի նոյեմբերի 5-ին մենք գնացինք փորձաքննությունների ազգային բյուրո, ես ու իմ արդեն 6 տարեկան տղեն։ Անցանք այդ փորձաքննությունը, տարբեր տեստերի, հարցերի, զրույցների միջոցով մի քանի ժամ ընտեղ էին։ Հետո մի քանի ամիս հետո ստացվեց փորձագետի եզրակացությունը, ու փորձագետի եզրակացության մեջ հստակ նշված էր։ Ես մեջ բերեմ փորձագետի եզրակացությունից այդ մի քանի տողը, ուրեմն փորձաքննության արդյունքում պարզվեց, որ երեխան առավելապես կապված է հոր հետ, այսինքն իմ հետ, մոր հետ հուզական կապ չի բացահայտվել։ Այսինքն փորձագետի եզրակացությունը շատ հստակ էր։ Ու փորձագետի եզրակացությունը ստանալով գործի վարույթը նորից վերսկսվեց։ Ու վերջնական դատական նիստի ժամանակ նույնիսկ հոգապարտությունների խնամակալության հանձնաժողովի քարտուղարը բանավոր ցուցմունք տվեց կամ հայտարարություն, չգիտեմ ոնց դա ֆիքսվե։ Դատավոր Հովնանյանին բանավոր հայտնեց, որ երեխան Դանիելը արդեն չի պատկերացնում իր կյանքը առանց հոր։ Ես մեջ բերում եմ խնամակալության հանձնաժողովի Լեռնո Գերոքյանի խոսքերը, ուղղված դատավորին։ Նիստը ավարտվեց, նշանակվեց վճռի հրապարակման օր, ու ի զարմանս ինձ վճիռ է հրապարակվում, որ երեխու խնամքը թողնել մորը։ Այսինքն դատավորը անտեսեց փորձաքննության եզրակացությունը, փորձագետի եզրակացությունը, դատավորը անտեսեց հոգաբարձությունների խնամակալության հանձնաժողովի քարտուղարի բանավոր հայտարարությունը, որ երեխան առանց հոր կյանքը չի պատկերացնում, ու կայացրեց երեխու իրավունքներ տրորող վճիռ։ Ու հետաքրքիրն ինչն է, որ դատավորը ինքն է նշանակել փորձաքննություն, ստացել է փորձագետի եզրակացություն ու իր իսկ նշանակած փորձագետի եզրակացությանը հակասող վճիռ է տալիս։ Դատաիրական համակարգում կան հենց բացեր, կան հենց դատավորներ, որ եթե որոշեցին խախտել իրավունքը, խախտել օրենքը, դա կարա տարածվի նույնիսկ երեխեքի վրա, փաստորեն։ Այսինքն ինքը կարա անտեսի 6 տարեկան երեխու կարծիքը, ու ընդ որում պաշտոնական եզրակացությունները մի կողմ, երեխու կարծիքը։ Օրենքը ասում է երեխու կարծիքը հաշվի առնում նա տարիքին եւ հասունությանը համապատասխան։ Եթե իմ երեխան այնքան հասուն է ու այնքան կապված է իմ հետ, ու այնքան հասուն է, այնքան խելացի է, որ ունի հստակ դիրքորոշումում հետ է ուզում ապրի, ինչ որ մեկը իրավունք ունի դա անտեսելու, լինի դատավոր կամ լինի ֆիզիկական անձ, ով ուզում է լինի։ Այսինքն եթե պետք եղավ, ստացվում է, որ կարան անտեսեն ու կարան տրորեն նույնիսկ երեխու իրավունքը։ Մտածում եմ, որ ես ուզում եմ հոր հետ ապրեմ, ու վերջ։ Բայց դատարանը որոշել է, որ պետք է մորդ հետ ապրես։ Ես չեմ գնալու, ես իմ հոր հետ եմ ապրելու, ես իրավունք ունեմ, որոշում եմ, ես իմ պապայի հետ եմ ապրելու, վերջ։ Ես չեմ հասկանում, իմ որոշումը խիտ չեն հարցնում։ Դատավորի հայացողությամբ վրա է թողած մի շատ կարևոր հարց, որտեղ ասենք մի հատ սուրբ սենց ասած իրավունք պետք է հաշվի առնել, որ երեխու իրավունքն է։ Նման վճիռ ունենալուց հետո ես վերաքննիչ բողոք եմ ներկայացրել վերաքննիչ քաղաքացիական դատարան։ Պրոստ ցավալ լինենա, որ ասենք երեխու ու երեխեքի, ընդհանրապես երեխեքի, ոչ միայն իմ երեխու, ընդհանրապես երեխեքի ճակատագրով զբաղվում է մի հատ դատավոր, մի հատ կաբինետում նստած իր համար, որ տեղյակ չի ոչ այս երեխու առօրյայից, ոչ այս երեխու հոգեբանությունից, ոչ կապվածությունից իմ հետ էմոցիոնալ։ Ու ինչն էլ որ փաստաթղթային ապացույց ներկայացվել այդ դատավորին, փորձագետի եզրակացության տեսքով, խնամակալության հանձնաժողովի դատարանում տված ցուցմունքի տեսքով անտեսվել է պրոստը։ Ցավալի է, որ նման բաց թողումները այսօր իմ երեխու վրա են տարածվում, կամ տարածվում սաղ երեխեքի վրա։